Ցարական Ռուսաստանի պատմության էջերում հաճախ ենք հանդիպում հայկական ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների, անվանի պետական գործիչների ու մեծահարուստների, որոնց ազգանունը Յան վանկով չի վերջանում, սակայն նրանց կյանքի ու գործունեության մեջ առկա են բազմաթիվ դրվագներ, որոնք խոսում են այդ մարդկանց ունեցած հավատարմության մասին դեպի իրենց արմատները։ Այդօրինակ նկարագիր ունեցող ամենահայտնի ազգանուններից մեկը իհարկե Մանթաշովներինն է, սակայն մենք այսօր խոսելու ենք տվյալ ժամանակաշրջանում ոչ պակաս հայտնի ու ազդեցիկ մեծահարուստ հայ ընտանիքներից մեկի Լիանոզովների մասին։ Ժամանակակից Մոսկվայի Ալտուֆիևո վարչական տարածքում կա Լիանոզովո անվանումը կրող բնակավայր, որտեղի ամենաուշագրավ տեսարժան վայրերից մեկը տեղի ուղղափառ եկեղեցին է 18-րդ դարի ճարտարապետությամբ եւ Լիանոզովների երբեմնի շքեղաշուկ, իսկ այսօր կիսավեր առանձնատունը։ Այսօրվա շարքային մոսկվացիներից եւ ոչ մեկը չգիտի եւ չի էլ ենթադրում, որ այս շինությունը հերթական հայկական հետքն է Մոսկվայում եւ որ այս տարածքն ամբողջությամբ դեռևս մի քանի դար առաջ պատկանել է մոսկվայաբնակ ազդեցիկ հայ ընտանիքներից մեկին Լիանոզյաններին։ Լսելով Լիանոզով ազգանվան հայկական ծագման մասին տեղեկությունը, մեզ դիմավորած եկեղեցական համայնքի հովվապետը, որի վերահսկողության տակ էլ այսօր գտնվում է շինությունը, թերահավատ ու մի քիչ էլ շփոթված հայացքով պատասխանեց, թե միգուցե եւ այդպես է, սակայն այդ մասին ինքը տեղյակ չէ։ Չնայած նրա հայացքի շփոթությունը այլ բան էր ասում, սակայն մենք չխորանալով ուղղակի խնդրեցինք թույլ տալ նկարը անել շենքը նաեւ ներսից։ Պարզվեց, որ ներսում նկարելու ոչ մի ուշագրավ բան չկար, քանի որ ընթանում էին մեծածավալ վերակառուցողական աշխատանքներ եւ առանձնատունը այսուհետ ծառայելու է որպես եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց։ 2005 թվին Forbes ամսագրի հրապարակած տվյալներով Լիանոզյանները 20-րդ դարասկզբի ցարական Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում էին, իրենց 10 միլիոն ոսկի գնահատված կարողությամբ։ Նրանք հավասար հարթության վրա էին, նույնքան կշիռ ունեին ու համագործակցում էին մոսկովյան այնպիսի մեծահարուստների հետ, ինչպիսիք էին նավթային ու բանկային արքաներ Ղուկասով եղբայրները, Մանթաշովները եւ ուրիշներ։ Գրիգոր Լիանոզովի որդուն Ստեփան Լիանոզովին ժամանակի մամուլը անվանել է ռուսական Ռոքֆելլեր եւ շնորհել է Ռուսաստանի ձկնարդյունաբերության արքա տիտղոսը։ Նա սեփականատերն ու կառավարիչն էր 20-ից ավել նավթային ընկերությունների։ Իդեպ պետք է նշել, որ Լիանոզովների կարողությունը հիմնվել ու ձևավորվել էր ոչ թե սև ոսկու, այսինքն նավթի պաշարների շահագործմամբ, այլ հիմնականում Պարսկաստանի ու Եվրոպայի հետ կատարվող կասպիական սև ձկնկիթի մեծածավալ ու մենիշխան առք ու վաճառքից։ Հասկանալի է, որ այդ դելիկատեսը, ինչպես այսօր, այն ժամանակներում նույնպես թանկ հաճույք էր ու եկամտի անսպառ աղբյուր։ Լիանոզովները սերնդեսերունդ կրում էին Ռուսաստանի պատվավոր քաղաքացու եւ բարձրագույն պետական խորհրդականի տիտղոսները։ Ինչպես ժամանակի մեծահարուստների մեծ մասը, Լիանոզովները նույնպես զբաղվում էին բարեգործությամբ եւ մոսկովյան հայ համայնքի ընտրությամբ նրանք դառնում են մշտական ու պատվավոր անդամները Գասպարյան բարեգործական խորհրդի, որը օգնություն էր իրականացնում աղքատ հայ ընտանիքների ու բռնադատվածների համար։ 1988 թվին Լիանոզովները ձեռք բերելով հիշյալ տարածքը, որը պատմական փաստաթղթերում անվանվում է Գյուղ Ալտուֆիևո, սկսում են իրականացնել լայնամասշտաբ շինարարություն։ Փարթամ կանաչով հագեցած տարածքի համար ընտրվում է լավագույն կիրառությունը, այն վերածվում է ամառանոցային հանգստավայրի, նախատեսված ժամանակի վերնախավի համար։ Տվյալ դարաշրջանի համար աներևակայելի ծավալուն շինարարության արդյունքում ընդամենը 1 տարի հետո տարածքում վեր են խոյանում հարյուրավոր մոդեռն ոճի շքեղ երկհարկանի ամառանոցներ, հագեցած հեռախոսային կապով, ջրուղով, կոյուղով եւ էլեկտրաէներգիայի մատակարարմամբ։ Բարեկարգվում են նաև ճանապարհները եւ կառուցվում է Լիանոզովո անվանումը կրող երկաթուղային կայարանը, որը նույն անվանումով պահպանվել եւ գործում է մինչեւ այսօր։ Հասկանալի է, որ տարածքի նման հեքիաթային կերպարանափոխությունը լեգենդներ չծնել չէր կարող, եւ դրա համաձայն Լիանոզովներից մեկը սիրահարված է լինում ցարական ընտանիքի իշխանուհիներից մեկին, ու նրա ուշադրությունը գրավելու համար բարեկարգում ու ընդլայնում է շրջապատող անտառը, վերածելով այն ջրավազաններով ու ծաղկաստաններով զարդարված այգու, որտեղ իդեպ մինչև օրս էլ աճում են 100-ից ավել դեկորատիվ բույսերի տեսակներ։
Հայր Լիանոզովի ավագ որդին Մարտինը, ի տարբերություն տաղանդավոր գործարար Ստեփանի, հայտնի է որպես ժամանակի կրթված անձնավորություններից մեկը, ով ազատ հաղորդակցվում էր 7 լեզուներով եւ ամուսնացած էր Վերա Կոնիշինայի հետ, ում հայրը Տրիծիկովի անվան պատկերասրահի հիմնադիրներից մեկն է։ Հենց նա էլ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, ի տարբերություն Ստեփանի, որը Փարիզից պայքարում էր բոլշևիզմի դեմ, սովետական գաղափարախոսությամբ ոգևորված, խորհրդային իշխանություններին է հանձնում Լիանոզովների ձկնային արտադրության ամբողջ բաժնետոմսերը։ Թերևս դա է պատճառը, որ ապամոնտաժելով Ալտուֆիևոյի ամառանոցների մեծ մասը, բոլշևիկները կանգուն են թողնում այս ամառանոցը, ինչպես նաև շրջանը չի ենթարկվում բոլշևիկյան անվանափոխությանը։ Այն մինչև օրս էլ կոչվում է ռայոն Լիանոզովը։ Երբեմնի շքեղ ամառանոցը սկսվում է շահագործվել որպես կամ հիվանդանոց կամ ինչ-որ կազմակերպությունների գրասենյակ։ Առանձնատանեկից պահպանվել են նաև գարեջրի մշակման ու ձիերի կայանման շինությունները։ Զրկվելով այս ամենից եւ կորցնելով 10 միլիոն ոսկի գնահատվող Լիանոզովների կարողությունը, Մարտին Լիանոզովը սկզբում տեղավորվում է կոմունալ բնակարանում։ Սակայն որոշ ժամանակ անց, հաշվի առնելով խորհրդային իշխանությանը մատուցած նրա անշահախնդիր ծառայությունները, պետության կողմից նրան հատկացվում է 3 սենյականոց բնակարան եւ նշանակվում 400 ռուբլի ամսական թոշակ (ցմահ)։ Նա թաղված է եղել Մոսկվայի Վագանկովսկի հայկական գերեզմանատանը, սակայն Շիրիմը չի պահպանվել։